20 տարի եւ ավելի Սարագյուղի բնակիչները այս ջուրն են խմում, բոլոր փաստաթղթերը ունեն, որ ջուրը չի համապատասխանում սահմանված չափանիշներին ու վտանգավոր առողջությանը։ Սակայն համայնքի բնակիչներին այսօր սա չէ անհանգստացնողը, այլ այն, որ ջրմուղը դատի է տվել ամբողջ գյուղին ու պահանջում է վճարել խմելու այս ջրի դիմաց։ Մյուս զավեշտը այն է, որ բնակիչների խոսքերով իրենք ջրմուղի հետ կնքած ոչ մի պայմանագիր չունեն ու չեն ունեցել երբևէ։ Ջրմուղի ոչ մի մասնագետի էլ ասում են չենք տեսել ու չենք ճանաչում։ Յուղի հորերը փորել ենք սեփական միջոցներով, խողովակները անցկացրել ինքներս, ասում են սարագյուղցիները։ Ամեն տարի արդեն 15-20 տարի մեր ուժերով ջուր բերել ենք եւ շատ սովորական պարզ ձևով էլ բերել ենք մագերեսորեն կոդրած աղյուսներով, չմով, բանով տրուբեկի մեջ մեկ էլ լստում գալիս խմում ենք այդ կիա սանիտարի թուղթն էլ կա անվորակ ջուր, ճիճուկ ցեխաջուր է կարելի է համարել, նույնիսկ ցեխաջուր ենք խմում։ Աղբա ջուր է։ Ես գնացել ենք իրենց մոտ փողոք մի քանի օր առաջ, շատ անկիրճ ձևի բացատրություն, եթե դուք ջուր կխմեք, թեկուզ հորի մեջից կխմեք, շճոճի հարվից էլ կխմեք, պետք է շճոճի մեզ, այսինքն ամիս 3-4 հազար դրամ անձի դիմաց վճարեք։ Ընդհանրապես իրանց հետ ոչ պայմանագիր եմ կապել, ոչ պայմանագիրի կոպիա ունեմ, եթե հետևաբար եթե կնքած եղնեի, անպայման կոպիա պետք է ունենայի։ Դե դոկումենտը ամեն դեպքում բոլորն է կպահեն, չենք գործեն։ Ընդհանրապես չունեմ իրանց, կամ եթե պայմանագիր ունեմ, թե իրանք որ դադի են տվել այս պայմանագրի, ինք պարտավոր էր պայմանագրի կետերով իմ պահանջները բավարար էր, որի համար ես իրանց գումար վճարեի, բայց ես իրան չեմ ճանչի։ Կարող է ֆիզիկապես որպես անձ մարդ ճանչեմ, բայց որպես ծառայություն, կազմակերպություն, ջրամատակարար, ոչ մի բան ես իրան չեմ ճանաչի։ 91 թվից այս կողմ ես անձամբ ավագանու անդամ եմ, ճիշտ է, տարեկան եւ գարնա այս սեզոնին եւ աշունը ջրերի ոռոգման մեր խմելու ջրի համար ռեմոնտներ ձեռով ես անձամբ ես սեփական միջոցներով վերել։ Ես այստեղ նկարներն ինչ-որ սիգներ ջրի ագունքներ, որ մենք մեկ ենք, անձամբ մեր գյուղով հավաքել ենք փող, գնացել ենք, մենք ենք սարքել ջուրը 10 տարի շարունակ։ 10 տարի շարունակ մենք ենք սարքել, սոնք սաղ փաստ նկարած, թե ինչ աշխատանքներ են կերել, ինչ են կերել։ Եթե ջրմուղը իմ հետս պայմանագիր է կապել, առաջ դա հետ պարտավոր էր ինձ որակյալ ջուր մատուցեր, որ ես իր մատուցած աշխատանքի համար, կատարված աշխատանքի համար ես պարտավոր լինեի այդ մարդուն վճարելու։ Որոշ գյուղացիների նկատմամբ արդեն դատարանի վճիռ կա, բայց ասում են, թե տեղյակ չի պահվել անգամ դատականիստերի օր ու ժամանակի մասին, չգիտեն նաև, թե ինչ հաշվարկներով է գումար գրվել իրենց անվան դիմաց։ 54,000 դրամ փող։ Կա 6 անձից է բաղկացած նույնն է, 2 անձից բաղկացած է նույն գներն են։ Մեր օր առաջ եմ եղել կակած այդ ջրմուղը ես անձամբ։ Ուրեմն հիմնական այդ մարդիկ չեն կրնա պատասխանել, անձամբ այդ բանը մեծը նաչալնիկը իրաց, սա որ բաներ է։ Կգաք դատարան կպարզենք ամեն ինչ, դատարանում կտեսնենք, թողեց գնաց։ Մեկ դատարանով է։ Մի չգիտենք, կարգն ոնց է, պայմանագիր կա, իմ անունով անձամբ ես չեմ ստորագրել այդ պայմանագիրը, չգիտեմ ով է ստորագրել։ Իրանք է ստորագրել, ինչ է, պասպորտից կակրած են, հին պասպորտ եմ ունեցել, համարն է վերցրած եմ իջից այդ բաները թվերով։ Ինձ անձամբ գրել են 67,000, քանի ուզեցան պարզել, ինչ որ աղջիկներ կային այնտեղ կամպյուտերի վրա նստած, գնացին եկան չկրնացան այս բանի աբացուցեին։ Այ մարդ, եթե 1 կուբամետրի արժեքը 33 դրամ է եղել ժամանակին, հմ ինչի է, իմս օրինակ գուկա մոտավորապես 159 դրամ, 160 դրամ մոտ։ 80,000, 60,000, 70,000 չիրեմ ուժերից կդել թե փողերը դիմուցենք, դիք անհիմն բան է, որովհետև իրանք մենք 20 տարի իրանք երես ստեղ չենք տեսել։ Ինչ որ ռեկետյորի ձևի այսօր եկե կանգնել ենք, ասենք դու պետք է փող տաս, չես տա, դադանով ստիպենք քեզից փող կարել։ Իչած տա, ռեկետյորը կախին, ես քեզ չեմ ճանաչի, ես քեզ որպես ինչ տամ։ Դատարանը ոնց է վճիռ կայացրել, գոնե մենք տեղյակ չպետք է եղնենք, որ ինձ օրինակ դադի են տվել։ Կրա մեկը իրենց դիմեր, թե այս մարդ էս բան, կային տանեն 14 տարի դատված, ինչի հիմար։ Կանչրացել, որ ես էլ իմ պատճառը ներկայացնենք, որ ես ջուր չեմ խմել, ջուր չեմ տեսել, չեմ ճանաչում, վճիռ դրեք 60,000 մուծը ինչի համար, սովետական նույն է դատարանն, սիստեմ մի բան չի փոխվել, բոլորովին, աշխարհը փոխվել է, դուք նստած նույն ձևի
դատարան հնարդ կանչի էս Եվրախորհուրդ են մտնում մարդու իրավունքներ կալ հարցրային ճուճ պետությանը չես ենթարկվում փողի ջրի վարձ չես տալիս։ Բացի այդ ջրմուղ կոյուղին գումար է պահանջում ջրամատակարարման ու ջրահեռացման համար, այն պարագայում, որ ոչ միայն ջուր չեն մատակարարել, այլև ջրահեռացման համակարգ առհասարակ չկա այս համայնքում։ Ինչ ջրահեռացման մասին կոյուղի չունեն։ Ինչպես են իրանք ջրահեռացում կատարում։ Գյուղը չունի կոյուղի չկան։ Ինչ եք ասել, ես քեզից եմ Արարատյան դաշտավարների կամը իջնեք վարես Ազատան, Մայիսյան գյուղերի համեմատոր վերցնենք մեր գյուղը 100 տարի հետ է։ Ինչ է պատրաստվում անել համայնքը, գյուղի վճիռը մեկն է, ոչ մի կոպեկ ջրմուղին, եթե անգամ դատարանը որոշի մեզ Սիբիր ակսորել, ասում են սարագյուղցիները, համայնքը որոշել է նաև հակընդդեմ հայց ներկայացնել, բայց մտածում ենք, որ անօգուտ է, ասում են գյուղացիները։ Մեր շերեփը թղթից է, մենք իրանք նախորդ զգուշացրին որ ուր ուզում եք գնացեք մենք պետք է առնենք։ Մենք գիտենք որ կարանք ներկայացնենք, եթե Երևան ապրենք, արդյունքի կհասնենք։ Այս խուլ տեղ կամ այս մեր խուլ մարզ, այստեղ հնարավոր չէ որ գյուղացին թիմե ու ինքը շահ է։ Դրա համար երևի չթիմենք մենք։ Նա տեսել եմ, նա կճանչեմ, նայեք, գիտեմ։ Նայեք ուտամ, հա, ոչ եք ուզեմ ճանչելու։ Չոմար չատին Սիբիր տարան ավելի լավ ապրա։ Մեզի է տադը կալանքի տակ կերտանք բանդը գնեցնենք ավելի լավ։ Շաբաթ մը անգամ գլոնանք, մաքուր ջուրը կխմենք, տելևիզորը կնայենք, հեռուստացույցը։ Կուտենք կխմենք, ախային կնստենք, ոչ ներվա տրոպկա, ոչ ես, ոչ է։ Այսօր քսեն լավ էլի։ Դատարան տվել ենք, ինչ է, դատավորն է իրանց է, դատախազն է իրանց է, պետք է կանցեն ժողովրդից։ Ոչ մի դեպքում ես որպես համայնքի ղեկավար պարզ կսեմ, ոչ մեկս դատարան չեն կերտա եւ ոչ մեկս այստեղ մարդ չմտնի ու հանգարց մեկից մեկ կոպեկը փող տանելու իրավունք չունեն։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գացաբյան, Գալանյուս։